Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավելի քան 2 տարի առաջ նախկին կառավարությունը ընդունեց մեր հասարակության կողմից մշակված մի հայեցակարգ, որի պաշտոնական անվանումը համապարփակ պաշտպանության ու անվտանգության հայեցակարգ է։ Իսկ հանրային ընկալման մեջ այն առավել ծանոթ է որպես ազգ-բանակ գաղափար։ Կուզենամ նշել, որ շատ առաջատար երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Սինգապուրը, Շվեյցարիան, իրենց պատմության տարբեր ժամանակահատվածներում ունեցել են նմանատիպ աշխարհաքաղաքական եւ անվտանգային խնդիրներ, ինչպիսին ունենք մենք այժմ։ Ու ներդնելով, լայնորեն գործադրելով այդ հայեցակարգը լուծել են իրենց խնդիրները։ Այսօր կարծում եմ անհրաժեշտ է արձանագրել, որ մեր երկրում այդ հայեցակարգի իրականացման ուղղությամբ բավարար չափով տեսանելի ու շոշափելի աշխատանք չի իրականացվել։ Ինչպես երեք պարոն Գաբրելյանը նշեց, այդ հայեցակարգը ընդունվել է, որոշումներ են կայացվել, նախարարի հրամաններ կան, իրականացվել են վարչական գործընթացներ, բայց պաշտպանության ոլորտում փաստաթուղթը ինքնանպատակ չէ։ Այն ունի նպատակ միայն այն դեպքում, երբ վերածվում է գործողության, ինստիտուցիոնալ փոփոխության եւ պաշտպանունակության բարձրացման։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպիսի հետևանքներ են ունենում, երբ այդ որոշումները ուղղակի մնում են թղթի վրա։ Ու Հայաստանը վերջի տարիներին ծանր կորուստներ է կրել։ Եվ այդ փորձը մեզ պարտադրում է այլևս չսահմանափակվել միայն օրենքների, որոշումների եւ հրամանների ձևական ընդունմամբ։ Մեզ անհրաժեշտ են տեսանելի, չափելի եւ գործնական արդյունքներ։ Հետևաբար, շարունակելով նախորդ հարցերից տրամաբանությունը, ցանկանում եմ, պարոն Գաբրելյան, ձեզ ուղղել հետևյալ հարցերը։ Պատրաստվում եք ձեր գործունեությամբ պաշտպանության ու անվտանգության ոլորտում աշխատանքը դարձնել տեսանելի, չափելի եւ հանրության կողմից գնահատելի։ Եվ ինչպես եք պատկերացնում հասարակության ներգրավումը համապարփակ պաշտպանության համակարգում, այն դարձնելով ոչ միայն տեղեկացված, այլ գործընթացի մասնակից։ Իսկ վերջի վերջո պետության պաշտպանությունը միայն զինված ուժերի եւ պետական այլ ուժային կառույցների խնդիրը չէ։ Համապարփակ պաշտպանության համակարգում ենթադրվում է, որ պետություն, հասարակություն եւ պետական ինստիտուտներ համատեղ աշխատանք, փոխադարձ պատասխանատվություն եւ մասնակցություն։ Իմ հաջորդ հարցը վերաբերվում է, պարոն Գաբրելյան, ձեր ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր գործունեությանը։ Դուք վստահ եմ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություն է, ու այդ պայմաններում ազգային ժողովի, մասնավորապես պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դերը պաշտպանության եւ անվտանգության, քաղաքականության, օրենսդրական ապահովման ու խորհրդարանական վերահսկողության իրականացման գործում առանցքային է։ Եթե դուք պատրաստվում եք ամբողջությամբ եւ հետեւողականորեն լծվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության համակարգի զարգացման աշխատանքին, ապա ցանկանում եմ հստակ արձանագրել մեր պատրաստակամությունը։ Որպես ազգային ժողովի падգամավոր եւ Ուժեղ Հայաստան ֆրակցիայի ներկայացուցիչ, որպես քաղաքացիների կողմից լեգիտիմ ընտրված ներկայացուցիչ, մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը եւ ազգային անվտանգության ապահովմանը։ Միևնույն ժամանակ ուզում եմ հստակ ընդգծել մեր դիրքորոշումը առ այն, որ պաշտպանության ու անվտանգության ոլորտում ցանկացած օրենքի կամ օրենսդրական փոփոխության, ինչպես նաեւ ցանկացած նախաձեռնության, որը կարող է թույլատնել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, մենք սկզբունքորեն եւ խիստ հակազդելու ենք, անկախ նրանից, թե ինչ ուժերի կամ շահերի կողմից է այն ներկայացվում կամ լոբինգ արվում։ Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք։ Դա մեզ համար կարող է ճակատագրական լինել։ Հայաստանի աշխարհագրական եւ ռազմավարական դիրքը, տարածքային եւ ժողովրդագրական խնդիրները, բնական ռեսուրսների սակավությունը, ռազմավարական
եւ օպերատիվ խորության սահմանափակ հնարավորությունները ու մեր անվտանգության միջավայրի բարդությունը մեզ պարտադրում է յուրաքանչյուր որոշում գնահատել մեկ հիմնական չափանիշով։ Արդյոք այն ամրապնդում է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը եւ ծառայում է մեր ազգային շահին։ Մենք իրավունք չունենք կրկնելու նախկին սխալները։ Ուստի ակնկալում եմ, որ ձեր ղեկավարած հանձնաժողովը կլինի ոչ միայն օրենսդրական աշխատանքի իմիտացիա իրականացնող մարմին, այլ խորհրդարանական վերահսկողության, մասնագիտական քննարկումների եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ու անվտանգության համակարգի հետևողական զարգացման հարթակ։ Ու հենց այս տեսանկյունից ցանկանում եմ լսել ձեր հստակ պատասխանները ու առաջնորդությունները հաջորդիվ ձեր ելույթում։ Շնորհակալություն։ Արմեն Խաչատրյան։